Բարու երեկո, սելի հայրենակիցներ, գաղափարակիցներ ջան, ուրեմն քիչ առաջ մեր հայրենակիցներից մեկը սենց նամակ գրեց, թե բա շատ ջղայնացած եմ Անվել ջան, ուզում եմ քեզ հետ խոսամ մի քիչ ջղայնությունս անցկացնեմ, ասացի հայրիկ ջան, խնդիր չկա։ Ես մեսենջերով զանգեցինք, խոսացինք, գիտես, այդ քաղաքացիները են որ ամեն ինչ շատ գրագետ մակարդակ ձևով ճիշտը սենց մեկնաբանում բացատրում են, սենց ոնց որ ծամում են դնում են իրականությունից կտրված մարդկանց բերանը, ափսոս, որ այդ մարդիկ չեն ուզում այս հարթակները օգտագործեն, այս կապի միջոցը, այս ուղիղ կապի միջոցը չեն ուզում կամ իրանց մոտ չի ստացվում, որպեսզի օգտագործեն եւ մեծ լսարանի առջև խոսակցություն ունենան եւ իրանց ասելիքը ասես բարձրաձայն մեծ լսարանի առջև ասեն։ Մի խոսքով մարդու ջղայնությունը ես շատ հետաքրությամբ լսում եմ այդ մարդուն, շատ առանց որևէ ընդհատելու, որովհետեւ այն ինչ որ այդ մարդն էր ասում, ասենք ինչ պետք է ընդհատեիր, չկա այնպիսի մի բան ավելացնելու կամ ավելի լավ ասելու, քան այդ մարդն էր ասում։ Մի խոսքով մեր ընկերներից էր զանգեց տենց իր ջղայնությունը տենց կիսվեց ու մի քիչ հանգստացավ։ Ջղայնությունը կախված էր նրա հետ, որ համացածում անընդհատականատես է լինում այս գադագյուտեքի ոռնոցներին։ Ինքես մետրոնոզ մերժված Սերժիկի, Ռոբիկի ու տենց ջղայնացած շատ ուժեղ ջղայնացած ձևով մարդը ասում էր ու ես շատ ուշադիր լսում էի։ Մի խոսքով այն ինչ որ ասում էր մեր հայրենակիցը ես ամեն բառի տակ ստորագրում եմ, բայց ուզում եմ ցես մի բան ասեմ։ Ռոբիկներ, Սերժիկներ, այո, իրանք մերժված են հայ մարդու կողմից։ Եթե իրանք մտածում են, որ հայ մարդու մտքից իրանք մոռացվել են, իրանք չարաչար սխալվում են։ Հայ մարդու մտքից իրանք չեն մոռացվել։ Հայ մարդը վերջնականապես իր վրեժը չի հասցրել ավարտի, այնպես ինչպես հայ մարդներ ցանկանում, որպեսզի վրեժխնդիր լինի, տասնյակ տարիներով իրենց արևանգած, իրենց վախի ստրախի մեջ պահած, տասնյակ տարիներով իրենց սեփական հարստությունը, հայ մարդու սեփական հարստությունը իրենց ազնական հարստության համար օգտագործած, տասնյակ տարիներով հայ մարդուն պատեզների շքամուտների դեմը դիմավորած սամասու դարած, հայ մարդկանց իրենց սեփական քաղաքում կրակած սպանած, հայ մարդուն տասնյակ տարիներով սեփական պետության իշխանության ճակատագիրը որոշելու իրավունքների ծրկած այդ խուլիգան բանդիտների հայ մարդը իր սրտով իր վրեժը չի լուծել։ Այո, մերժել է հեղափոխության օրենքներով, կանոններով եւ միջի առ այսօրս հայ մարդը միլիմետր անգամ հեղափոխության օրենքները չի խախտել։ Հեղափոխության շուրթուկներից հելած ոչ մի հորդոր չի խախտել։ Հայ մարդը իր դատաստանը տվել է, իր ասելիք ասել է, իր մերժել է եւ հանձնել է իրավական մերժման։ Հայ մարդը իր գնահատականը իր դատավճիռը կայացրել է եւ հասել է իրավական դատավճիռի։ Ցավոք սրտի ինչ պատճառներով դատական դատավճիռը հայ մարդու սրտով չէ։ Հայ մարդիկ ինչ են ասում։ Հայ մարդիկ ասում են, որ մենք ձեզ չենք մոռացել։ Ռոբիկ, Սերժիկ, դուք չեք մոռացվել մեր իրականությունից։ Դուք մեր մտքերում եք, մեր հիշողության մեջ եք, եւ մենք այո, ձեզնից վրեժ ունենք լուծելու։ Եվ մենք ասում ենք ուղիղ ձեզ, որ ձեր բերանից քաղաքական մակարդակով վարար գետի նման հոսելու է տասնյակ տարիներով հայ մարդու ծծած այրունը։ Այո, տասնյակ տարիներով հայ մարդու ծծած այրունը, որ դուք եք ծծել, Ռոբիկ եւ Սերժիկ, ձեր բերանից վարար գետի նման քաղաքական մակարդակով այդ 30 տարվա հայ մարդու ծծած այրունը հոսելու է վարար գետի նման ձեր բերանից։ Չկասկածեք։ Եվ ես հավատում եմ, որ շատ շուտով հայ մարդը վերջնականապես տասնյակ տարիներով իր վրեժը կլուծի ձեզնից։ Ու կլուծի, չկասկածեք։ Ու կլուծի։ Դրանով ոչ մեկը չկասկածեք։ Այլևս, գիտեք ինչ, հայ մարդու կողմից մերժված խուլիգան բանտան, ովքեր տասնյակ տարիներով շահարկելով Արցախը,
Հայաստանի Հանրապետությունում իշխանություն պահեցին։ Ովքեր գնդակի արեցին Հայաստանի Հանրապետության ապագան, ովքեր գնդակարեցին, այո, հենց Արցախ ազատագրածներին, հայամետ, պետականամետ, հայախոս, Հայաստանի Հանրապետությունում ծնված մեծացած քաղաքական գործիչների այդ օտարի լանթերը, այդ օտարի օգտագործվող գործիքները եւ արևանգեցին Հայաստանի Հանրապետությունը Արցախի անունը շահարկելով իշխանություն պահեցին։ Այլևս այ մի հատ հենց էլ հոգեվորական ունեք ճակերտերի մեջ, ով Աստծո տունը զարթել է, ոչ մի ուղիղ կապ չհաստատելով Աստծո հետ, ուղիղ կապ է հաստատել մաֆիոս խուլիգան քալանչի բանտայի հետ, բայց շահարկելով Աստծո անունը, բայց ոչ մի կապ չունենալով Աստծո հետ, զարթած է պահում Աստծո տունը։ Իր արևանգության տակ է պահում Աստծո տունը։ Իսկ այն հոգեվորականը, ով հրաժարվում է Ծառայի կտրիչ Ներսիսյանին, խուլիգան այդ մաֆիոզին, Կարգալյանը։ Այսինքն այն հոգեվորականը, ով հրաժարվում է Ծառայի կտրիչի եւ ընտրում է Աստծո ծառայելու ճանապարհը, որ հրաժարվում են ծառայել կտրիչ Ներսիսյանին եւ ծառայում են Աստծո, Կարգալյանը, ինքիր օրենքներով։ Այո, ինչպես հայ մարդու կողմից մերժված այս խուլիգան բանտան, այս օտարի լանթերը չեն համակերպվում հայ մարդու սեփական ձեր բերած իշխանության հետ, ինչպես սրանք չեն համակերպվում, որ հայ մարդը այլևս որոշում սեփական պետության իշխանության ճակատագիրը, այդպես էլ կտրիչ Ներսիսյանը չի համակերպվում այն հոգեվորականների հետ, ովքեր ծառայություն են մատուցում Աստծուն, ովքեր ծառայում են Աստծուն, այլ ոչ թե կտրիչ Ներսիսյանին, այլևս ասել ենք եւ հիմա էլ ասում ենք, այլևս հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատացյալ մարդիկ ոչ մի շանս եւ հնարավորություն չեն տալու։ Սա խնդիր է, որ այս մարդիկ դրել են ինարչև, որը քննարկման ենթակա չէ։ Եվ այո, հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատացյալ մարդիկ որոշել են, որպեսզի ոչ մի հնարավորություն չտան կտրիչ Ներսիսյանին, որ Աստծո անունը շահարկելով, բայց ոչ մի կապ չունենալով Աստծո հետ, ուղիղ կապ հաստատի խուլիգան բանտայի հետ, եւ Աստծո տները օգտագործի այս խուլիգան մաֆիաս, թալանչիների, այս մարդասպաների շայրը սպասարկելու գործում։ Այլևս հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատացյալ մարդիկ չեն տալու կտրիչ Ներսիսյանին ոչ մի հնարավորություն, որ կտրիչ Ներսիսյանը Կարգալյանի այն հոգեվորականներին, ովքեր հրաժարվում են ծառային կտրիչ Ներսիսյանին եւ ծառայում են Աստծուն, չեն տալու այդ հնարավորությունը։ Եվ այդ հնարավորությունից կտրիչ Ներսիսյանը, եթե ոչ վաղը, ապա վաղը չէ մյուս օրը այդ հնարավորություններից զրկելու են կտրիչ Ներսիսյանին։ Այդպես է, թող բոլորն իմանան, այլևս ոչ մեկի մոտ չի հաջողվելու Արցախի անունը բարձրաձայն տալու, Արցախի անունը շահարկելու, այս պետությունում իշխանություն արևանգելու։ Դուք հիմա ձեր կաբինետներում նստած այդ բառապաշարով եք խոսում, հաշվարկ եք անում, այսքան հանուն Հայաստանի Հանրապետության լինելության համար, հանուն Հայաստանի Հանրապետության լինելության համար երկրային հրեշտակ դարձած մեր եղբայրների այսքան ծնողներ կգան մեզ կընտրեն, այսքան արցախցիներ փախստական կգան մեզ կընտրեք, այս մեկը ես, այս մեկը, դուք արդեն ձեր ձայներն եք հաշվում, դուք այնքան եք ոգևորվել, դուք այնքան եք ոգևորվել այնքան եք ուրախացել այն դժբախտ պատահարի համար, որ հազարավոր մեր հայրենակիցներ հանուն Հայաստանի Հանրապետության լինելության համար երկրային հրեշտակներ դարձան։ Դուք հիմա ձեր մտների մեջ, ոչ թե մտների մեջ, դուք ձեր կաբինետներում, դուք ձերանցով ասում եք, արա դե ավելի շատ կներ էլի, որտեվ ինչքան շատ զոհեր, այնքան ավելի շատ քաղաքական դիվիդենտներ։ Ու ձեր նպատակն էլ հենց այդ եղել, ինչքան շատ տարածքներ, ինչքան շատ զոհեր, այնքան ավելի մեծ հույս Հայաստանի Հանրապետություն իշխանություն արևանգելու։ Գիտեք ինչ, ոչ մի մերժվածի մտքով թող չանցնի, որ Արցախի անունը բարձրաձայն տալով, կարող է այս պետությունում քաղաքական խոսություն ունենալ։ Կարող է մտածի, որ այս պետությունում կարող է իշխանություն արևանգի։ Հայ մարդիկ տեսել են, որ տասնյակ տարիներով Արցախի անունը բարձր շահարկելով, բարձրաձայն հնչեցնելով, այս պետությունում արևանգած իշխանություն եք պահել, բայց ոչ մի կապ չհաստատելով ոչ Արցախի հետ, ոչ Հայաստանի Հանրապետության հետ, ոչ մի կապ չհաստատելով հայ մարդու հետ։ Ուղղակի ուղիղ կապ եք հաստատել Հայաստանի Հանրապետության ընդերքի հետ, հարստության հետ, եւ Հայաստանի Հանրապետությունը օգտագործել եք ձեր անձնական հարստության համար։ Դա մենք տեսել ենք, այդ մասին շատ խոսացել ենք, արդեն գիտես ինչքան խոսանք։ Այն անբարոյականը երեսին թքում մեզ ասում են անձրև ա գալի, հիմա սրանց պատմությունն է։
Կարճ եմ կոնկրետ։ Այլևս Արցախի անունը շահարկելով ոչ ոք այս պետությունում իշխանություն չի արևանգելու։ Այլևս Արցախի անունը շահարկելով այս պետությունում որևէ մեկը քաղաքական դիվիդենդներ չի հավաքելու։ Հասկացաք, արա։ Հասկացաք։ Իսկ ինչ մնում է Ռոբիկին եւ Սերժիկին, ասում եմ ամենամ պատասխանատվությամբ սեմ սուբյեկտիվ կարծիքն է, սեմ գնահատականն է այդ զզվելի անձնավորությունների մասին։ Ռոբիկն է, Սերժիկն է։ Տասնյակ տարիներով եղել են, կան եւ միջև հիմա էլ կան օտար պետության 5-ից 10 սանտիմետրանոց օգտագործվող գործիք։ Շարժական օգտագործվող գործիք։ Ռոբիկն էլ եւ Սերժիկն էլ, այո, եղել են օտարի 5-ից 10 սանտիմետրանոց շարժական օգտագործվող գործիք։ Եվ օտարը իշայի պետության շահերի Ռոբիկին եւ Սերժիկին այդ 5-10 սանտիմետրանոց շարժական գործիքներին ոնց ուզացել են ձևել շարժելա։ Ոնց ուզացել են ձևել շարժելա եւ հիմա է ոնց ուզում են ձևել շարժում են։ Ռոբիկին եւ Սերժիկին։ Սիրելի մարդիկ, Ռոբիկը եւ Սերժիկը այս պետությունում 5-ից 10 սանտիմետրանոց շարժական գործիք են։ Օտարի շարժական գործիք են։ Ու այդ բոլոր արական, բոլոր իքական սերի մոտ այդ շարժական գործիքից կա։ Հազար ներողություն եմ խնդրում sense կուլտուրական, բայց մի քիչ լկտի բառապաշարի համար, այո, Ռոբիկի եւ Սերժիկի նման գործիք բոլոր արական սերի մոտ կա։ Այո, իրանք հենց այդ գործիքն են։ Իրանք հենց այդ գործիքն են։ Օտարի այդ գործիքն են։ Եվ օտարը ոնց ուզում է, իրանք այդպես էլ շարժում է։ Ուրեմն այս պետությունում թող Ռոբիկն եւ Սերժիկն իմանան, որ իրենք օտարի շարժական 5-ից 10 սանտիմետրանոց գործիք են, ու այդ օտարը, որ իրանք ոնց ուզում այն ձևել շարժում է, թող այդ գործիքները իմանան, որ այդ Հայաստանի Հանրապետությունում իրենք ոչ ասելիք ունեն, ոչ անելիք ունեն, առավել եւս ոչ մի հեղինակություն չունեն։ Ուղղակի սա փաստ է, որը քննարկման ենթարկա չէ, ու այս փաստի հետ սա մի հատ իրականություն է, որ հայ մարդիկ այս իրականությանը ծանոթ են։ Հայ մարդիկ սիրում են կպցնելը։ Մեր հասարակության մեջ շատ կան այնպիսի մարդիկ, ամենամեծ հարգանքով այդ մարդկանց նկատմամբ, որտեղ մենք մարդկանց հարգում ենք, մենք հայ մարդկանց հարգում ենք անկախ իրանց մտածելակերպի, անկախ իրանց բանի, որտեղ հայ են։ Որ դնես երկու ճանապարհի վրա, ասես ես մի ճանապարհում ինչ որ մի հատ X քանակի գումար է, իսկ այս մի ճանապարհում քո սեփական պետությունն է իր ամբողջությամբ եւ իր ամբողջական շահերով։ Ընտրիր, որ ճանապարհով կեթաս։ Ես վստահ եմ, որ շատ մարդիկ կեթան, որտեղ փողն է դրած ինչ որ մի հատ X գումար, այդ ճանապարհով, ոչ թե այն ճանապարհով, որտեղ պետությունն է իր ամբողջությամբ եւ իր ամբողջական շահերով։ Անձամբ ես կեթամ, ես սա գլուխ չեմ գովում։ Ու ես այն տարիների ընթացքում ապացուցել եմ։ Իմ այս երկար տարիների պայքարի մեջ շատ ճանապարհներ են եկել, որտեղ փողեր են եղել, բայց ես չեմ գայթակվել այդ փողերին, որովհետև մենք փող տեսած տղա ենք, մենք շատներ ենք տեսել, ոչինչներ ենք տեսել, վաբշեներ չենք տեսել, քիչներ ենք տեսել։ Մենք գնացել ենք եւ գնում ենք եւ գնալու ենք պետության հետևից, պետության շահերի հետևից։ Հիմա Ռոբիկի եւ Սերժիկի մոտ այդ օտարի 5-ից 10 սանտիմետրանոց շարժական գործիքների հետևից որ sense մարդիկ են գնում, սրանք չեն գնում Ռոբիկի եւ Սերժիկի համար։ Սրանք գնում են Ռոբիկի եւ Սերժիկի կողմից տասնյակ տարիներով այս պետությունը իրենց անձնական հարստության համար որ օգտագործել են ու ինչ որ մի հատ X ահռելի կարողություն են դզել, իրանք եթում են այդ ֆինանսի հետևից։ Այսօր Ռոբիկը Սերժիկը փող են խախտում, իրանք հետևից գնացող ինչ որ մի հատ քանակ կա։ Եվ որ վարքյանին որ Ռոբիկը եւ Սերժիկը չեն ունենային հնարավորություն որ փող խախտեն, Սերժիկի եւ Ռոբիկի հետևից 10 հոգուց ավել գնացող չի լինի ամբողջ Հայաստանի Հանրապետությունում։ Ասելիքս ի՞նչ է։ Այս մարդիկ էլ որ ինչ որ մի հատ հասարակության մեջ ինչ որ մի հատ խավ կա որ գնում է իր հետևից, գնում են շահի հետևից, գնում են փողի հետևից, գնում են փողի հետևից, շահի հետևից։ Բայց մենք գնում ենք պետության հետևից, մենք գնում ենք մեր սեփական պետության հետևից, մենք գնում ենք մեր սեփական պետության շահերի հետևից։ Մենք չենք գնում այս պետությունից թալանված հարամ փողերի հետևից։ Մենք չենք գնում այս պետությունից թալանված հարամ փողերի հետևից։ Ռոբիկ եւ Սերժիկ, դուք այս պետությունում օտարի, դուք այս պետությունում
5-ից 10 սանտիմետրանոց օտարի շարժական գործիքներն եք եւ այդ օտարը ձեզ ոնց ուզում է, այնձև էլ շարժում է։ Երբ ուզացել է այնպես է շարժել է, հիմա էլ ոնց ուզում այնձև էլ շարժում է։ Ուրեմն հայ մարդիկ, օտարի շարժական այս 5-ից 10 սանտիմետրանոց գործիքները չեն կարա մեր դեմը թփրտան։ Մենք սրանց քաղաքական մակարդակով սամասուդի ենթարկել ենք եւ կընթարկենք սամասուդի։ Այս օտարի շարժական գործիքները հայ մարդու դեմը չեն կարա թփրտան, որովհետեւ հայ մարդը վրեժ ունի իրենցից լուծելու եւ հայ մարդը իրենցից իր վրեժը լուծելու է քաղաքական մակարդակով։ Ռոբիկի եւ Սերժիկի բերանից քաղաքական մակարդակով տասնյակ տարիներով հայ մարդու ծծած արյունը վարար գետի նման հոսելու է։ Վարար գետի նման հոսելու է։ Չիբուրաշկա։ Ուզում ես ռեկ բռնես։ Տեսախցիկների արչև ողքեվորված հայտնվում ես։ Ուզում եք ռեկ բռնեք։ Դենես մտածում եք, որ մեր հիշողություններից դուք մոռացվել եք։ Դուք ինչքան մեր հիշողության մեջ արտանում եք, այնքան մեր վրեժխնդրությունը ափերից ելնում է։ Դուք ինչքան ձեզ հիշեցնել եք տալիս, այնքան մեր վրեժխնդրությունը հունից ելնում է։ Ու մեր վրեժխնդրությունը արդեն հունից ելած է։ Եվ մենք քաղաքական մակարդակով, վերջնականապես հայ մարդը քաղաքական մակարդակով իր վրեժը հասնելու ավարտի։ Աստծով ամեն ինչ լավ է լինելու։ Ես ուղղի եթեր չի անելու։ Ուղղակի այս հրաշալի մարդ քաղաքացու հետ խոսալուց շատ գրագետ խելացի ամբողջ պատմությանը 100% տիրապետող քաղաքացու հետ խոսալուց հետո ցանկացա այս եթեր ունենալու։ Աստծով ամեն ինչ լավ է լինելու։ Իրական Հայաստանի Հանրապետության դեմը խաղ չկա, հայ մարդու դեմը խաղ չկա։ Առավել եւս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից լեգիտիմ ընտրված հայ մարդու սեփական իշխանության դեմը խաղ չկա։ Խաղ չկա։ Աստծով լավ եղեք, բարի գիշեր ձեզ։